Հարավային Կովկասում Ռուսաստանի և Իրանի ներկայության և ազդեցության նվազում և Միացյալ Նահանգների ու Թուրքիայի դիրքերի ամրապնդում։ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտը զեկույց է հրապարակել «Ռուսաստանը և աշխարհը» 2026 խորագրով։ Զեկույցում ասվում է, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության, Սփյուռքի իշխանության համար անցանկալի ներկայացուցիչների և հայ առաքելական եկեղեցու ղեկավարության վրա ճնշումը 2025 թվականին աննախադեպ էր։ Փաշինյանը նույնիսկ անձնական վիրավորանքներ և սպառնալիքներ է արել կաթողիկոսի և հայ եկեղեցու մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին։ Փորձագետները կարծում են, որ եկեղեցու նկատմամբ ճնշումը մեծապես կապված էր հայտնի գործարար Սամվել Կարապետյանի և նրա անձնական և գործարար շրջանակների մի մասի նկատմամբ կիրառված բռնաճնշումների հետ։ Զեկույցում շեշտել են Փաշինյանի թիմը կենտրոնացնում է իր բոլոր ջանքերն ու ռեսուրսները հանրապետության քաղաքական դաշտի լիակատար մաքրման վրա 2026 թվականի ընտրությանն իր հաղթանակը երաշխավորելու համար։ Զեկույցում անդրադարձել է նաև արտաքին դիվանագիտական դաշտին։